Երբ ասում ենք, որ բոլորը կրում են պատասխանատվություն, նշանակում է թերացման համար պատժի անխուսափելիություն։ Երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ղեկավարությամբ հավաքականը պարտությունը ծածկում է մեկ այլ պարտությամբ, պետք է կրի այդ պատասխանատվությունը ու հեռանա, ոչ թե ասի մենք քննարկեցինք, հասկացանք, հունիսին նորից կփորձենք։ Պարոն Մելիք-Բեկյան, մեր հավաքականի վրա հերիք է փորձեր անեք։ Գնացեք մի խուլ տեղ, ակումբ հիմնեք ու հա փորձեք։ Հավաքականում 7 տարի փորձել եք ու չի ստացվել, էլ մի փորձեք։ Բոլորն են իրենց ոլորտներում այդպես փորձում ու ձախողում։ Երեք խոսում է այն մասին, որ քպական իշխանության մեջ ամեն մեկը իր տեղում մի Մելիք-Բեկյան է։ Արտգործնախարարը հաշվետվություն է կարդում, ու միակ շոշափելի բանը, որ ինքը արել է 3.5 տարի նախարար աշխատելով, 2 հատ դեսպանատան գերթանկարժեք շենքերի ձեռքբերումն է, հարկատուներիս հաշվին, Լոնդոնում ու Փարիզում, ու իր համար առանձնատան գնում է Կոտայքի մարզում։ Բացել են դեսպանատներ այնպիսի երկրների հետ, դիվանագիտական կապեր են հաստատել այնպիսի երկրների հետ, որոնց հետ մենք հետաքրքրություն չենք ունեցել 5000-ամյա պատմության եւ ոչ մի փուլում։ Արտգործնախարարի հիմնական գործը այս ընթացքում եղել է Արցախի հարցը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ձախողել է հիմնահատակ, բայց ուր է պատասխանատվությունը։